Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տեսակապի միջոցով զրուցելու եմ Վիրա հայ հասարակական գործիչ Գեորգի Թումասյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Թումասյան։ Բարև ձեզ։ Պարոն Թումասյան, կարելի է ասել նախընտրական թոհուբոհը սկսվել է, ինչ որ իմաստով ոչ ֆորմալ քարոզարշավը ամենատարբեր հանդիպումներ է ունենում իր աջակիցների հետ, նաև Ռոբերտ Քոչարյանը վերջերս հանդիպել էր աշտարակում իր աջակիցների հետ, հիմնական մասը արցախցիներ եւ նրանց ասել էր, որ Արցախի վերադարձի իրավունքի հարցը պետք է ակտուալ պահել, ապա եթե ինքը գա իշխանության, նաև վերադարձի հարցը կկազմակերպի, վերադարձը կկազմակերպի, երեք էլ հանդիպել է Սփյուռքի հայրենադարձների հետ եւ ասել է, որ իր կառավարման տարիներին փորձել է օգտագործել Սփյուռքի ողջ ներուժը։ Պարոն Թումասյան, սկզբի համար հասկանանք ձեր գնահատմամբ իսկապես Սփյուռքի ներուժը գնահատվել է Քոչարյանի կառավարման տարիներին եւ որքանով վստահություն կար Հայաստանի Հանրապետության իշխանությունների նկատմամբ եւ իսկապես Քոչարյանը այդ առումով, այսպես ասած, ինչ որ հպարտանալու առիթ ունի։ Ուրեմն առաջերտին պետք է նշել, որ Ռոբերտ Քոչարյանի Սփյուռքի հետ կապերը առհասարակ այն մթնոլորտում են նաև եղել, որ Սփյուռքից շատ լավ պատկերացրել են Հայաստանում ինչպիսի համակարգ է ձևավորված, այն որ այսօր էլ դատախազությունը 200 միլիոն է պահանջում իրենից, բոլորը Սփյուռքում շատ լավ տեղյակ էին, նկատի ունեմ այն ազդեցիկ մարդիկ, հատկապես ով ֆինանսական օժանդակություններ Հայաստանին տրամադրում, թե ինչ իրավիճակ է եւ ինչ կոռուպցիայի հետ ենք մենք գործ ունեցել։ Ուստի Սփյուռքի համախմբումը միակ բանը, ինչու համար Սփյուռքը օգտագործել են, դա զուտ գումարների ներդրումներն էր այստեղ։ Երկրորդը եւ այն էլ իրանց սեփական շահերի համար, այլ ոչ թե պետության զարգացման։ Երկրորդ կարևոր բաղադրիչը Ռոբերտ Քոչարյանը Սփյուռքը պատկերացնում է ինչպես միայն դաշնակցությունը, դաշնակցության գործիքը։ Իսկ դաշնակցությունը Սփյուռքում զբաղվում է իր ուրեմն ֆինանսական գործունեությունով, այսինքն իրանք հայրենասիրությունը փորձում են վաճառել մեր սփյուռքահայ հայրենակիցների վրա եւ դրա շնորհիվ ստանալ այն ֆինանսական ռեսուրսները, որոնք իրանք Հայաստանում ներքաղաքական դաշտում օգտագործում են ուրեմն կոնկրետ քաղաքական կուսակցության, մեկ կուսակցության քաղաքականության ուղղությամբ, այսինքն այնինչ արտասահմանում վաճառվում են իրանք ինչպես հայրենասիրություն, Հայաստանում դա դառնում է դաշնակասիրություն, միայն դաշնակցության աջակցություն է դառնում։ Եվ Ռոբերտ Քոչարյանը դրան աջակցել է միշտ, եւ այդտեղից է գալի, որ այսօր այդպիսի ազդեցություն ունի դաշնակցությունը Սփյուռքում, եւ համ Ռոբերտ Քոչարյանը, համ դաշնակցությունը KGB-ի գործիքներ են եղել եւ մնում են։ Ուստի իրանց միացնողը, համախմբողը այսօր էլ երբ Քոչարյանը դարել է դաշնակցության փաստացի հոգևոր առաջնորդ եւ միասին են այս ընտրություններում մասնակցում, նույն օրակարգն է, իրանք հիմա փորձում են Արարատը վաճառել մեր հանրության վրա, բայց այստեղ հարց պետք է ուղղել, Ռոբերտ Քոչարյանին, որ նախագահ է իր, այդ ժամանակ ինչի՞ չէր հռչակե, որ Արարատը մերն է, հիմա որ հռչակում ես տարբեր այդ միջոցառումների ընթացքում, բայց Լեռնային Ղարաբաղը եթե մերն էր ըստ իրենց, ապա ինչի Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ էր, իսկ Լեռնային Ղարաբաղում առանձին նախագահ կար այդ ժամանակ, ինչի՞ չէր միացրել Լեռնային Ղարաբաղը, ինչի՞ չէր ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե ինքը պատկերացնում էր, որ Լեռնային Ղարաբաղը առանձին էր։ Այդ ամեն հարցերը օրակարգում են եւ ինքը այդ հարցերին պատասխան չունի։ Պարոն Թումասյան, բայց այնուամենայնիվ, երբ որ ասում է, եթե ես 2021 թվականին նախագահ դառնայի, Լեռնային Ղարաբաղը նախ չէր դատարկվի, հիմա էլ խոստանում է վերադարձ։ Արդյոք հնարավոր է Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերադարձ, եւ եթե ոչ, ապա ինչ նպատակով են արվում նման հայտարարություններ, ում է պետք, որ կենտրոններին, որպեսզի Ղարաբաղի հարցը այսպես տաք մնա, այսպես ասեմ, եւ այդ էջը չփակվի, գիտեք, նման հայտարարություններ հայտնի կենտրոններից բազմիցս լսել ենք, որ Ղարաբաղի էջը դեռևս փակված չէ։ Տեսեք, մի կողմից Ռոբերտ Քոչարյանը, որը հայտարարում է, որ 29743 քառակուսի կիլոմետրով չպետք է սահմանափակվենք, ինքը դրանով խաղաղության օրակարգից Վաշինգտոնի պայմանավորվածություններից դուրս է գալիս եւ դրանով վտանգներ է ստեղծում Հայաստանի համար։ Մյուս կողմից Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ Նիկոլ Փաշինյանը իբրև փորձում է Հայաստան բերել ադրբեջանցիքին, որի այդ թեզի մասին կա խոսակցություն եւ այդ վտանգը արձանագրված է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության զեկույցում։ Մյուս կողմից իրանք ասում են, որ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձ այնտեղ։ Այսինքն իրանք գիտեն շատ լավ, որ վերադարձը կարող է լինել միայն Ադրբեջանի քաղաքացի լինելու տրամաբանության ներքո,
երբ մեր հայրենակիցները օգտագործվելու են հետո հայկական պետության դեմ ինչպես Ադրբեջանի քաղաքացիներ եւ ասեմ ուղիղ մեր Լեռնային Ղարաբաղի քույրերը եւ եղբայրները հրաժարվեցին ապրել հենց Ադրբեջանի քաղաքացու կարգավիճակով բայց մյուս կողմից նաեւ պետք է հասկանալ եթե Հայաստանը եւ հայկական կողմը այդ տրամաբանությունը տանի հայերի վերադարձի ապա Ադրբեջանը ադրբեջանցի ճակերտներում վերադարձի հարց է դնելու որը իրանք փորձում են նաեւ զարգացնել եւ ստացվում է որ Քոչարյանը եւ իր կից ուժերը այս դեպքում առհասարակ արդար եւ անկեղծ չեն, որովհետեւ մի կողմից ասում են Փաշինյանն է փորձում դա անել, բայց Փաշինյանի գլխավոր վարչապետի գլխավոր ուղերձը այն է, որ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերը եւ եղբայրները պետք է բնակվեն Հայաստանում, այս թեման վերադարձների թեման պետք է ավարտվի եւ դրանով նաեւ փակում է Ադրբեջանի այդ հնարավոր շատ վտանգավոր թեզը եւ օրակարգը Իսկ մյուս կողմից նաև վարչապետը հասկանում է, որ եթե վերադարձի դեպքում այդ քաղաքացիները ուղղակի դառնալու են գործիք Հայաստանի դեմ։ Ուստի այս թեմաները Քոչարյանի կողմից օգտագործվում են պոպուլիստական նպատակներով։ Վերքերը, որը մեր հանրությունում կան, որը իհարկե մեր Լեռնային Ղարաբաղի քույրերը եւ եղբայրները իրանք շատ լավ ուրեմն ընկալում են ես համոզված եմ որ սա ուղղակի իրանց այն վերքի վրա իրանց հայրենի հողի հայրենի տների գերեզմանների մասին է խոսքը ի վերջո եւ երբ Քոչարյանը այս թեզերը օգտագործում է դա իրանց վրա ազդում է բայց Քոչարյանը դրանով չի բավարարվում հիմա նաև Արարատ է սրան ավելացնում եւ ստեղծում է Հայաստանի համար լրջագույն անվտանգային լուրջ մարտահրավերներ եւ ոչ միայն Ղարաբաղի մեր քույրերի եւ եղբայրներին է ուզում այսպիսի մարտահրավերների իրավիճակում որ իրանք մնան շարունակաբար որովհետեւ հիշեցնեմ ձեզ որ եւ բոլորին մեր հանրությունին որ դաշնակցություն եկավ իշխանության Լեռնային Ղարաբաղում եւ դրա հետևանքը մենք տեսանք որովհետեւ իրանք դա կազմակերպեցին այդ իշխանափոխությունը որին իդեմս վարչապետ Փաշինյանը եւ իր քաղաքական թիմը դեմ էին եւ այստեղ պետք է ուղղակի արձանագրել որ նույն ճակատագիրն են իրանք ուզում Հայաստանի քաղաքացիների համար պատճառը պարզ է բա ինչ ձևով կարող են իրանք Վիտալի Բալասանյանի հայտարարությունը իրականություն դարձնել ուրեմն եւ Հայաստանը միութենական պետության մաս դարձնեն եթե Հայաստանում նորից չլինի պատերազմ որի հետևանքով իրանք պետք է դիմեն Ռուսաստանին որ Հայաստանը միութենական պետության մաս դառնա Պարոն Թումանյան, տեսեք, վերջին օրերին իսկապես շատ ակտուալ է դարձել եւ ակտիվացել է այդ թեզերը պատերազմ թե խաղաղություն, հատկապես վարչապետի հայտնի հայտարարությունից հետո, որ որոշ ուժեր պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ, ընդհանուր առմամբ կուզենամ մեկնաբանեք հայտարարությունը եւ նաեւ արդյոք սա նախազգուշացում է քաղաքական ուղերձ, թե ինչպես նույն խորհրդարանական ընդդիմությունը, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի ուժն է պնդում, սա քաղաքական շանտաժ է ընտրություններից առաջ, որպեսզի ընտրողներին վախեցնեն եւ այսպես ասած ստիպեն որ գնան եւ ընտրեն քաղաքացիական պայմանագրին Առաջերտին պետք է ասել այստեղ որ այս հարցը պետք է բաժանել երկու բաղադրիչի, հա, վարչապետ Փաշինյանը քաղաքական գործիչ է, մենք հիմա ձեր հետ միասին քննարկում ենք սա վերլուծական դաշտում այստեղ, տարբերությունը նրանում է, որ վարչապետ Փաշինյանը հստակ ժամկետ ասեց, ինչ որ առումով, որ նաև հանրության համար էլ ավելի հասկանալի, էլ ավելի ընկալելի լինի, որ մենք կարող ենք հիշում ենք սեպտեմբերին 2 անգամ մենք պատերազմ ենք ունեցել եւ մենք կարող ենք նորից նույն իրավիճակում հայտնվել, բայց գլխավորը իհարկե քաղաքական բաղադրիչ որոնես հարցը այն բանում չէ, որ դա սեպտեմբերին կլինի, թե կոնկրետ երբ կլինի, որովհետեւ եթե իշխանությունում հայտնվեն այն ուժերը, որոնք չեղարկում են Վաշինգտոնի օգոստոսի 8-ի համաձայնությունները, իսկ այդ համաձայնությունները վերանայելը արդեն չեղարկել է նշանակում, ապա մենք դուրս ենք գալի խաղաղության օրակարգից, համաձայնությունը խաղաղության ստորագրելու օրակարգից, մենք զուգահեռ փաստացի դրանով Ադրբեջանի տարածքային, որովհետև Ռոբերտ Քոչարյանը հստակ ասաց, ասում է, Պրահայում ստորագրվածն է խնդիր, այսինքն մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու օրակարգից դուրս ենք գալիս, պատերազմային իրավիճակ ենք մտնում միանգամից։ Դա չի նշանակում, որ պատերազմը կսկսվի հենց այդ օրը։
Բայց դա նշանակում է, որ խաղաղության իրավիճակից մենք դուրս ենք գալի եւ մտնում ենք նորից հակամարտության իրավիճակի մեջ։ Իսկ պատերազմը դրանից հետո երբ կլինի, դա արդեն քաղաքական գնահատականների մաս կարող է լինել եւ քաղաքական գործիչները ավելի հստակ օրակարգ ունեն այդտեղ ավելի սենսիտիվ դարձնել, ցույց տալ կոնկրետ օրինակով։ Ուստի ես կարծում եմ վարչապետի գնահատականը բովանդակության առումով 100%-ով ճիշտ է, որովհետեւ Հայաստանը իրավունք չունի հիմա շեղվի այս օրակարգից, որը արձանագրված է եւ ուղղակի վարչապետ Փաշինյանը երբ ասաց մենք միակ քաղաքական ուժն ենք, ես համոզված եմ ինքը նկատի ուներ այն խոշոր քաղաքական ուժերը, որոնք հարցումներով փաստացի արդեն անցնում են ազգային ժողով դրանց միջև, որովհետեւ կան Հայաստանում նաեւ հայամետ ուժեր, որոնք Վաշինգտոնի օգոստոսի 8-ի օրակարգը աջակցում են, խաղաղության օրակարգը աջակցում են եւ իրանք ընդդիմադիր ուրեմն ուժեր են եւ դա շատ կարեւոր է, որ հայկական քաղաքական դաշտում միայն քաղաքացիական պայմանագիրը չլինի, ով աջակցում է ուրեմն այդ Վաշինգտոնի օրակարգին, այսինքն դա պետք է լինի համաազգային, համապետական քաղաքական կուսակցությունների միջև բացի ռուսական գործակալներից համաձայնության կետ, որ Վաշինգտոնի այդ փաստաթուղթը դա ոչ թե մեկ կուսակցության ձեռքբերում է, այլ մեր ազգի եւ հանրության եւ պետության ձեռքբերում է, որում իհարկե շատ մեծ դեր ունի հենց անձամբ վարչապետ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը։ Պարոն Թոմասյան, այստեղ էլ մանիպուլյացիա կա, որովհետեւ ոչ մի ուժ ըստ էության եւ դա նորմալ է բնականաբար չի խոսում պատերազմի մասին, բոլորը խոսում են խաղաղության մասին։ Այդ թվում նաեւ այդ ուժերը, նախկինները, օլիգարխները, ովքեր հավակնում են գալ իշխանության եւ ինչու՞ չէ նաեւ դառնալ ընդդիմադիր ուժեր, բայց նրանք ասում են, որ գալու են եւ խաղաղությունը ավելի ուժեղ դարձնեն, երաշխավորված դարձնեն, այսինքն ոչ ոք չի ասում ուղիղ, որ գալու է եւ պատերազմ սկսի կամ ինչ-որ բան չեղարկի։ Այո, բայց ես կարծում եմ, որ այստեղ այս մանիպուլյացիան շատ պրիմիտիվ է եւ պատճառը հեշտ ասեմ։ Ռոբերտ Քոչարյանն ասել է, մենք չպետք է սահմանափակվենք 29743 քառակուսի կիլոմետրով, վերջ, դա է պատերազմի հայտարարություն։ Ռոբերտ Քոչարյանը ասում է Արարատը մերն է, այսինքն ինչ է նշանակում դա Արարատը մերն է, վերցնելու ենք բերենք Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահման, թե մեր պատմությունում, որ ամենտեղ ներկա է մեր հայերի բոլորի մտքերում ու աշխարհում նույնիսկ որ Արարատը երբեք չտեսեն ներկա է, դա նկատի ունի, ոչ, դա քաղաքական հայտարարություն է, որը Թուրքիայի հետ հարաբերությունների կայունացումը խափանում է, բա որ մերն էր նորից, ինչի Սերժ Սարգսյանը ֆուտբոլային թիմի ուրեմն զգեստից հանեց Արարատը իր ժամանակ։ Բա որ մերն էր, Ռոբերտ Քոչարյանը ինչի չի հռչակել Հայաստանի Հանրապետության մաս եւ տարածք։ Այսօր նաեւ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն շատ լավ բացատրեց ուրեմն դաշնակցությանը, որ հենց դաշնակցության օրոք է Հայաստանի առաջի հանրապետությունը կորցրել Արարատը։ Եվ դաշնակցությունը իր ամբողջ ժամանակահատվածում գոյության նրանով է զբաղված, որ ինքը իրական մեր ունեցածը այնպես է անում, որ մենք կորցնենք եւ ի վերջո հետո կորցրածը դառնում է մոնետիզացման աղբյուր, որ ամբողջ աշխարհում հետո Սփյուռքից գումարներ հավաքի եւ իրանց PR-ի եւ ռոպագանդայի համար տարածի իբրև ամենահայրենասերները իրանք են։ Հիմա ես ուղիղ ասեմ, ամենահայրենասերը նա է, ով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պահելու է, ով այդ տարածքներից դուրս որևէ քաղաքական առումով նկրտում չունի, որովհետև դա է ապահովում անվտանգությունը, ով այնպես է անում, որ Հայաստանում բնակչության թիվը աճի, ով այնպես է անում, որ կոռուպցիա չլինի Հայաստանում, որ Հայաստանի քաղաքացիները առողջապահության նորմալ համակարգ ունենան եւ ով խաղաղությունը բերե Հայաստանին, այսինքն որովհետև մենք հրաժարվելով նկրտումներ ունենալով Հայաստանից դուրս հայրենիքներ փնտրելով Հայաստանից դուրս, մենք ճիշտ է վարչապետը եւ քաղաքացիական պայմանագրի ասում, հրաժարվել ենք Հայաստանից, գործիք ենք պատկերացրել, այսինքն մենք չէ, իրանք պատկերացրել Հայաստանը։ Եվ այդ գործիքը ի վերջո զոհաբերելու օրակարգի մեջ է միշտ եղել տարբեր ազդեցության կենտրոններից։ Ի վերջո դա չէ Հայաստանի շահը։ Մենք պետք է պահենք հիմա ունեցածը, որ վաղը մյուս օր դաշնակցությունը չխոսի արդեն որ Երևանը մերն է, Գյումրին մերն է, Սյունիքը մերն է, որտեղ իրանք դրա համար են պատրաստ։
Պարոն Թումանյան, շատ հետաքրքիր է, որ նույն դաշնակցությունը հատկապես մտահոգված է, որ օտարերկրյա միջամտություն կարող է լինել առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Հիմա ասեմ ինչ նկատի ունի դաշնակցությունը, ասում է, որ Եվրամիության աջակցությունը հենց նշանակում է միջամտություն եւ Եվրամիությունը եւ որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտելու այստեղ ընտրություններին եւ ազդելու դրանց արդյունքների վրա, նաեւ շատ հիբրիդային պատերազմի դեմ այդ տարվող պայքարում Եվրամիության աջակցությունը ֆինանսի տեսքով դա էլ այսպես ասած որոշակիորեն գրգռում դաշնակցության է։ Եվրոպական խորհրդարանում վարչապետի հայտարարությունը նաև այն, որ որոշ հոգևորականներ պակ գործակալներ են, դա էլ էր գրգռել դաշնակցությանը, ասում է այդ կերպ վարչապետը հետագայում իր այսպես ասած բռնաճնշումներն է փորձելու արդարացնել։ Հիմա հասկանանք ինչու հատկապես դաշնակցությունն է մտահոգ այս արտաքին միջամտության մասով եւ եթե արտաքին միջամտություն լինելու է, ապա որ բևեռներից եւ ինչպես քանի որ այդ մասին էլ գիտեք արդեն դաշտում հայտնի խոսակցությունները կան, նույն արտաքին հետախուզական ծառայության հայտնի արդեն բացահայտումը։ Շատ պարզ է իրականում դաշնակցությունը Սփյուռքում շարունակում է վաճառել, փաստացի վաճառել մեր հայրենակիցների վրա այն, որ իրանք անկախ Հայաստանի կողմնակից են, բայց երբ դաշնակցությունը իշխանությունում էր Ռոբերտ Քոչարյանի հետ միասին եւ Սերժ Սարգսյանի, ապա իրանք Հայաստանը ծայրագավառ են դարձնել։ Ի վերջո մենք նաեւ գիտենք այն գաղտնի փաստաթղթի մասին, որը դաշնակցությունը շրջաբերականի մասին, որը տարածել են իրանք եւ որում ասվում է, որ հայկական պետության անկախությունը իրանց համար արժեք չէ եւ իրանց նպատակը պետք է լինի փաստացի Վիտալի Բալասանյանի ասածը միավորվել Ռուսաստանի հետ միութենական պետությունում, այսինքն իրանք, տեսեք, մենք նաև պետք է դա բաժանենք, հա, դաշնակցությունը միշտ չի, որ այս կարգավիճակում է եղել։ Պատմականորեն շատ նպաստ գործիչներ է ունեցել տասնամյակ դարեր առաջ նկատի ունեմ, երբ ստեղծվել է, եղել է այդտեղ գաղափարը հայկական անկախության եւ այլն, բայց ՊԱԿ-ը, ԿԳԲ-ն կարողացել է դաշնակցությունը վերցնել ղեկավարության տակ եւ այսօր դաշնակցությունը այդ հայրենասիրական թեզի ներքո իրականում ապահովում է այն, որ հայկական պետականության դեմ լինի, իրանք փաստացի Հայաստանում ծայրագավառ էին ձևավորել, իրանք փաստացի հիմա ուզում են Հայաստանի ինքնիշխանությունը չեղարկել, իրանք նաև շատ կարևոր է նշել, որ այն նույն մարդիկ, ով հիմա ասում են Եվրամիության միջամտման մասին, խնդիր չեն ունեցել Ռուսաստանի կողմից այստեղ գույք պարքի դիմաց, Ռուսաստանի կողմից Հայաստանի ինքնիշխանությունը, հա, սահմանապահներից սկսած եւ այլն, ամենտեղ ռուսներ են եղել։ Իրանք դրա այդ խնդիր չեն ունեցել, հասկանում եք, ազգային ուժը, որը իբրև հայկական խաղապարներ ունի, ըստ իրենց խնդիր չի ունեցել, որ ազգային ոչ մի բան այս պետությունից չէին թողել։ Միևնույն ժամանակ շատ կարևոր է դաշնակցությունը Բրյուսելում իրանց հայդատի գրասենյակով հիշում եք, որ ամիսներ առաջ հայտարարեց, որ Փաշինյանը երբ գնաց Վլադիմիր Պուտինին հանդիպեց, ինքը ռուսամետ իբրև քաղաքական գործիչ է դրա պատճառով Բրյուսելում են իրանք դրա մասին հայտարարել։ Երևանում դաշնակցությունը հայտարարում է, որ Եվրոպական միությունն է խնդիր, որ այստեղ այդպիսի խումբ է ուղարկում։ Սա եւս մեկ անգամ ուղղակի ցույց է տալի, որ դաշնակցությունը ուրեմն ոչ անկեղծ քաղաքական ուժն է իրականում եւ առհասարակ իրանց քաղաքական էլ կոչելը բարդ է ուժը ուղղակի գործակալական ցանցը, որը Բրյուսելում Եվրոպա մետ է, բայց հակա Փաշինյանականն է, որը մենք տեսնում ենք իրան ոնց են ընկալում, հյուրընկալում Եվրոպական միությունում, բայց Փաշինյանին բռնապետ են փորձում անվանել։ Ռուսաստանում իրանց գլխավոր գործոնը Փաշինյանին Եվրոպա մետ կոչելն է։ Ամերիկայում հայդատը ANC-ը գործում է թրիփի ծրագրի դեմ, Հայաստանի իշխանությունների թիրախավորելուց բացի ոչ մի բանով չեն զբաղված, այն իրավիճակում, որ Ամերիկայի եւ Հայաստանի հարաբերությունները պատմականորեն գագաթնակետին են, շատ մոտ եւ մենք ռազմավարական գործընկերներ ենք։ Այսինքն դաշնակցությունը ուղիղ ասեմ, հայկական պետության շահերի դեմ գործող խոշորագույն ուժն է այս պահի դրությամբ եւ ցավոք իրանք օգտագործում են մեր Սփյուռքը, որովհետեւ իրանց շահը ԿԳԲ-ի շահն է եւ հարցին պատասխան ինչի են իրանք մտահոգված հոգեվորականների առումով իշխանությունների քայլերի, այդ թվում կտրիչ Ներսիսյանի, որովհետև իրանք շատ լավ հասկանում են ԿԳԲ-ի այսօր հիմքը հայ ազգի մեջ, պետությունը ազատագրելուց հետո պետական համակարգը մնացել է դաշնակցությունը եւ եկեղեցին։
Ռոբերտ Քոչարյանն եւ Սերժ Սարգսյանը նաեւ այդ դաշնակցության կից Քոչարյանը կոնկրետ, իսկ Սերժ Սարգսյանը ուրիշ համատեքստում, բայց նույն այդ համատեքստի մաս են, այսինքն ԿԳԲ-ն փորձում է պահել դաշնակցության եւ եկեղեցու վրա իր կառավարությունը, ղեկավարությունը եւ այդ պատճառով է, որ դաշնակցությունը մտահոգված է այս ամեն ինչով։ Պարոն Թոմասյան, մեկ այլ դիլեմա էլ քննարկենք, օրինակ Նարեկ Կարապետյանը եւ ոչ միայն նա, այլ ընդդիմադիր անհատներ կարելի ասել կամ ուժեր, օրինակ Թաթոյանը, սկսել են խոսել այն մասին, որ այո, TRIP-ը շատ կարևոր պրոյեկտ է Հայաստանի համար եւ TRIP-ում Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչ միայն որպես վկա պիտի լինի, այլ ավելին պիտի երաշխավոր լինի։ Նարեկ Կարապետյանը իդեպ շատ հաճախ նաև արևմտյան ամենատարբեր լրատվամիջոցների բլոգերների հարցազրույց տալիս, վերջին անգամ խոսել է ամերիկացի բլոգեր Մարիո Նավալիին հետ եւ նրան է ասել, որ տարածաշրջանում անհրաժեշտ է հավասարակշռություն եւ այդ հավասարակշռությունը հենց TRIP-ն է, TRIP նախագիծն է, որը կյանքի կոչեց Թրամփը։ Հիմա ինչպես հասկանալ նաև նման դրական վերաբերմունքը եւ նման դրական ազդակները թե TRIP-ի հանդեպ, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցության իմաստով։ Գիտեք, ձեր հարցի վրա պատասխանը շատ հեշտ է։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նարեկ Կարապետյանը կոնկրետ ասում է, որ մենք հավելյալ երաշխավորներ ենք բերելու TRIP ծրագրում, եւ այդտեղ խոսում է փաստացի մի քանի պետության մասին։ Դա Իրանը, դա Չինաստանը եւ Ռուսաստանը։ Այսինքն ամերիկացիքին իրանք ասում են Ամերիկան պետք է երաշխավոր այստեղ լինի, որովհետեւ ամերիկացիքին որ ասեն Չինաստան, Ռուսաստան, Իրան, որը իդեմս օրերս դուրս եկած ամերիկյան հետախուզական ուրեմն համայնքի ըստ իրենց զեկույցի Միացյալ Նահանգների համար 5 պետություն է սպառնալիք։ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան եւ Պակիստանը, այդտեղ ներառված։ Միջուկային զենքի համատեքստում նաեւ։ Եվ Նարեկ Կարապետյանը, ավելի ճիշտ Սամվել Կարապետյանը, ռուս օլիգարխը առաջարկում է, որ ներառեն այդտեղ 3 ամերիկյան թշնամիներին։ Իհարկե ամերիկացիքին, եթե իրանք ասեն, որ ձեր թշնամիներին ենք ներառելու այս ծրագրի մեջ, իրանք այդ ամերիկացիք այլևս ոչ էլ կխոսեն։ Ուստի իրանք ամերիկացիքին էլ են խափում առանձին եւ ասում, որ իրանք Ամերիկային երաշխավոր են ուզում ներառել։ Ուստի դա ստացվում է, որ իրանք Դոնալդ Թրամփի ստորագրությունին չեն հավատում, ավելի շատ ուզում են ինչ-որ երաշխիք, բայց ինչ ձևաչափի երաշխիք են ուզում։ Թող ասեն ամերիկյան ինչ երաշխիք են ուզում, ռազմակայան են ուզում ամերիկյան։ Գուցե իշխանությունները ասում են, որ այո, շատ լավ գաղափար է, բայց իրանք երբեք հանրային չեն ասի ինչ երաշխիք նկատի ունեն, որովհետև դա ուղղակի թեզ է, որ իրանք ամերիկացիքին ցույց տան, որ իբրև իրանք TRIP-ից դուրս չեն գալի։ Իրականում իրանք ոչ էլ դուրս են գալու TRIP-ից։ Իրանք ուղղակի TRIP-ի ծրագրի մեջ բերելու են Ռուսաստանին, Չինաստանին եւ Իրանին տարբեր ձևերով ներառեն, որը արդեն անհնար կդարձնի TRIP-ը եւ վերջ։ Եվ դրա մասին բացահայտ խոսել են ուղղակի տարբեր հանրություններում, տարբեր ուրեմն ուղղություններով, հա, իրանք հանրային հեռուստաընկերությունում մեկ բան են ասում, ամերիկացիքին ուրիշ բան են ասում։ Նույն Նարեկ Կարապետյանը գնացել էր Թաքեր Քասոնի հարցազրույցում ասում էր, որ ուրեմն Հայաստանում քրիստոնեության դեմ են պայքարում, որովհետև Կտրիչ Ներսյանի դեմ չի այս պայքարը եւ ԿԳԲ-ի իր համակարգի դեմ, այսինքն երբ իրանք ձեռ է տալի, իրանք փորձում են օգտագործել ինչ թեզ ուզում ես, ինչա որ իրանց նպատակին հասնեն։ Եվ դա շատ վտանգավոր է, որովհետև կան օրինակներ, տարբեր օրինակներ աշխարհում, որ մարդիկ փորձել են արևմտամետ իրանց դրսևորեն, որ թաքցներ իրանց ռուսամետությունը։ Հիմա որ մենք բացահայտ ենք տեսնում, որ Ռոբերտ Քոչարյանը բացահայտ ռուսամետ է, ասում է նա պետքա երկաթուղին Աբխազիայի տարածքով բացել, Ռուսաստանի հետ հրաժարվել այդ Թուրքիայի, Ադրբեջանի հետ սահմանի բացումները մեզ պետք չեն եւ այլն։ Իսկ մյուս կողմից տեսնում ենք Կարապետյանները, որոնք իբրև իրանք այսպեսի ռուսամետ չեն, բայց իրականում դա այսպես հանրությունին խաբելու նպատակ ունի։ Պարոն Թոմասյան, որոշակի շրջանակների մոտ էլ շատ էյֆորիկ այսպես տպավորություններ կան կամ էմոցիաներ կան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իրան պատերազմից հետո TRIP-ը արդեն իրականություն չի կարող լինել, որովհետև Իրանը դա թույլ չի տա։ Հիմա հասկանանք TRIP-ը իսկապես այս փուլում գոնե վտանգի տակ է, այսպես ասեմ, TRIP-ի ապագան։ Գիտեք, TRIP-ը նախատեսված է, որ կսկսվի առաջի իրական քայլերը TRIP-ի ուղղությամբ կոնկրետ ուրեմն ընտրություններից հետո եւ տարվա երկրորդ կեսին։ Մինչեւ այդ ամիսներ կան, նույնիսկ ավելի շատ, եւ
Հաշվի առնելով դա, իհարկե Իրանում պատերազմը կունենա իր հանգուցալուծումը։ Հանգուցալուծումը կարող ուրեմն տարբերակներով լինի, բայց ամենակարևորը այն է, որ Հայաստանը կարողացել է համ Միացյալ Նահանգների հետ լավ հարաբերություններ ունենալ, զուգահեռ դրա Իրանի հետ էլ նույնիսկ հումանիտար օգնություն է ուղարկել եւ այլն, այսինքն խնդիր Իրանի հետ չի ձևավորվել։ Թրիփի ծրագիրը Հայաստանը բազում անգամ պարզաբանել է, որ խնդիրներ չի ստեղծում Իրանի համար եւ սպառնալիքներ։ Այսինքն Հայաստանը շարժվելու է համոզված եմ Թրիփի ծրագրով, բայց նաեւ կա այստեղ մարտավարական մեկ հնարավորություն։ Վարչապետ Փաշինյանը դրա մասին ասել է արդեն, որ Հայաստանը որևէ ձև չի հրաժարվում, չի դանդաղեցնում Թրիփի ծրագիրը, բայց զուգահեռ կարելի է օգտագործել արդեն առկա ենթակառուցվածքները նրա նպատակով, որ ժամանակ շահենք, որովհետև Թրիփը նույնիսկ որ տարվա վերջից սկսվի արդեն կառուցողական աշխատանքները, մի քանի տարի պետք է լինի, որ ամբողջությամբ արդեն գործի։ Ուստի Ղազախ, Իջևան, Գյումրի, Կարս երկաթուղիները վերականգնելը այդ հատվածներում եւ այսօր առկա նաեւ ճանապարհները օգտագործելը համոզված եմ, որ կարա լինի օգտակար ինչպես Թուրքիա եւ Ադրբեջանի համար, այդպես էլ առաջերտին մեր համար եւ տարբեր շահերի, ես կփորձեմ չմանրամասնեմ հիմա ինչ շահեր նկատի ունեմ, բայց համոզված եմ մասնագետները շատ լավ հասկանում են, որ մեզ համար դա նաեւ շատ եւ շատ ձեռնատու կարող է լինել։ Ուստի մենք կարող ենք այդ ուղղությամբ շարժվել, բայց Թրիփը կլինի իր ժամանակին, իսկ արեք առաջ չընկնենք եւ Իրանի իրադարձությունների մասին, որոնք չեն ավարտվել, մենք չունենանք այնպիսի դիրքորոշում հստակ, թե ինչ տեղի կունենա, որովհետեւ մենք չգիտենք հստակ, ոչ մեկ չգիտի հստակ ինչ տեղի կունենա։ Ամեն դեպքում Թրիփ ծրագիրը ինքը տալիս է նաեւ ճկունություն նրա, որ մենք փոփոխություններ էլ եթե անհրաժեշտ լինի, կարող է լինել։ Խոսքին նույն վարչապետը խոսել է նրա մասին, որ ամեն ինչ չէ, որ անցնելու է Արաքսի ուրեմն գետի ձախ ափով, հայկական ափով։ Այսինքն շատ բան կարող է անցնել էլ ավելի հյուսիս, Սյունիքի մարզով, Վայոց ձորի մարզով եւ այլն տարբեր հարցեր են քննարկվում, գազամուղ, նավթատար եւ այլն։ Պարոն Թումասյան, եւ վերջում ամփոփելով տեսեք խորհրդարանական սպասվող ընտրությունները ամենատարբեր կերպ են բնորոշվում, նախ դրանք ասվում են, որ ամենակարևորն են Հայաստանի պատմության մեջ, երբեմն ասվում է, որ դրանք աշխարհաքաղաքական նշանակություն են ունենալու։ Նախ ընդհանուր առմամբ կուզենամ ձեր վերաբերմունքը կամ կարծիքը լսել, թե արդյոք իսկապես այդքան կարևոր են եւ ինչու է այդքան մեծ սևեռվածությունը հատկապես այս ընտրությունների վրա եւ հասկանանք, թե ինչ զարգացման ուղի է ընտրելու Հայաստանը, ինչ առաջարկներ կան այն ուժերը, որոնք արևմտյան լրատվամիջոցներում հարցազրույց են տալիս, օրինակ որոշակիորեն պաշտպանում են Թրիփը, չեն թիրախավորում խաղաղությունը, պարզապես այսպես ասում են, որ մենք մեր երաշխավորներին կբերենք, շարունակելու են զարգացման այն ուղին, ինչ Հայաստանը հիմա ընտրել է, նկատի ունեմ Եվրամիության հետ վիզաների ազատականացման այս խոսակցությունը, արևմտյան ներդրումները, արհեստական բանականության ոլորտում, Թրիփի նախագիծը ինչու ոչ, այսինքն լինելու է այս զարգացման ուղին, թե այդ նույն հայտնի ուժերը, որոնց մասին մենք խոսում ենք, գալով ինչու՞ չէ իրենց երաշխավորի թելադրանքով թեկուզ Եվրամիության եւ Արևմուտքի հետ շփումները մեղմ ասած դադարեցնելու են։ Ակնհայտ է, որ այս ընտրությունները ունեն կարևորագույն պատմական նշանակություն եւ ես նույնիսկ կասեի ոչ միայն աշխարհաքաղաքական, այլ արեք ուղիղ ասենք Ժողովուրդը պետք է ընտրի, մենք վարչապետը ճիշտ է ասում, մենք ավարտում ենք Ղարաբաղյան շարժումը, թե ոչ, մենք հակամարտությունը ավարտում ենք, թե ոչ, մենք խաղաղությունը ամրապնդում ենք եւ դրանով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, թե ոչ, եւ մենք իրական Հայաստանն ենք ընտրում, թե պատմական ինչ-որ նաեւ թեզեր, հայտարարություններ, խոստումներ անհասկանալի եւ այլն։ Բացի դրանից մենք ում ենք ընտրում։ Մենք ընտրում ենք քաղաքական ուժ իր բոլոր խնդիրներով նաև, բայց որտեղ որ պատասխանատու քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, թե մենք ընտրում ենք օտար ազդեցության տակ գտնվող քաղաքական ուժեր, թե մենք ընտրում ենք ռուս օլիգարխին, որը մենք առհասարակ չգիտենք ով է, շատ ուղիղ որ ասեմ, մենք չգիտենք իր որևէ հայտարարություն, որևէ հարցի մասին, մենք իր մոտեցումները միջև այսօր նույնիսկ չգիտենք ոչ Ամերիկայի, ոչ եվրոինտեգրման, ոչ Չինաստանի, Իրան, այսինքն իրանք այնպիսի հայտարարություններ են արել, հատկապես Նարեկ Կիրակոսյանը, Նարեկ Կարապետյանը, որտեղ Սամվել Կարապետյանը գիտեք, որ արհեստական բանականությունով է միայն խոսում, խոսալ չգիտի, ես համոզված եմ, որ ինքը ուրեմն իրական իշխանություն չի լինելու, որովհետև ինքը դրածո վարչապետ է նշանակելու եւ հանձնի այդ իշխանությունը Կրեմլին,
այդպիսի տարբեր օրինակներ կան եւ առհասարակ վտանգը դրա շատ լուրջ եւ իրական է, որ օլիգարխը կարող է զավթել իշխանությունը։ Մյուս կողմից Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը հայ ժողովուրդը արդեն շատ լավ տեսել է եւ գիտի ով է, դա այն մարդն է, ով ձևավորել է գույք պարտքի դիմաց եւ առհասարակ Հայաստանը մաս-մաս հանձնելու, Հայաստանի ինքնիշխանությունը Ռուսաստանին հանձնելու։ Այսինքն այստեղ ընտրությունը համ ուրեմն խաղաղության եւ հակամարտության տրամաբանության միջև է, համ Վաշինգտոնի հետ համաձայնության եւ Վաշինգտոնի համաձայնությունից դուրս գալու եւ Ռուսաստանի նորից ծայրագավառի կարգավիճակում լինելու մեջ է, համ ինքնիշխան Հայաստան չիպերով, ներդրումներով, բարձր տեխնոլոգիաներով եւ այլն ձևավորելու կամ դրա փոխարեն փաստացի միութենական պետության ծայրագավառի տնտեսական առումով հետամնաց Ռուսաստանը հետամնաց է, նորություն չեմ ասում, տնտեսական եւ տեխնոլոգիական առումով պետության մասին է։ Մյուս կողմից դա նաև նրա մասին է, թե ինչպիսի կառավարման համակարգ ենք մենք ձևավորում։ Ես ես ուղղակի ուղիղ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն ունի այսօր եւ մարդիկ կարող են գնալ, հանդիպել իրեն, իր հետ խոսել, շփվել, այսինքն քաղաքական գործընթաց կա։ Ռոբերտ Քոչարյանի հետ մենք գիտենք պրիվետ ռոբի հետևանքները ինչ է, եւ մենք նաև համոզված ենք, որ Սամվել Կարապետյանին հանդիպել նույնիսկ քաղաքացիները չեն կարողանա։ Այսինքն մենք պետք է ընկալենք, որ հիմա Ռուսաստանը այստեղ ծրագիր ունի, որ գործակալների միջոցով ժողովրդավարական ծրագրով խափանի ժողովրդավարական գործընթացը։ Սրանով Հայաստանում ավարտի առհասարակ ժողովրդավարությունը, ընտրությունները եւ դրանով ձևավորի վերահսկողություն Հայաստանի վրա, Ռուսաստանին շատ է պետք այսօր Հայաստանի վրա վերահսկողությունը տարածաշրջանային աշխարհակաղակական զարգացումների պատճառով եւ իր համար այսօր կներեք, բայց Սոլովյովը բացահայտ ասաց իր եթերում, հա, Բայց Վենեսուելա ասում է եւ Սիրիա չի հետաքրքրում, մեր համար Հայաստանը ավելի կարեւոր է։ Իրանց համար այսօր Հայաստանը նորից վերահսկելը շատ ավելի կարեւոր է։ Եվ ուղիղ այստեղ այլընտրանք կա։ Մենք հանձնում ենք Հայաստանը Ռուսաստանին եւ պատրաստ ենք, որ նույն ճակատագիրն ենք ունենալու, որով այդ հանձնողները Ղարաբաղը տարան, որովհետեւ իրանք էին հանձնել նաեւ Ռուսաստանին այդտեղ տարբեր սցենարներ կան, բայց իրանք էին, որ միայն Ռուսաստանի հետ այդ ուղին ընտրեցին եւ մենք տեսանք դրա հետևանքները։ Ուստի Հայաստանը պետք է անի շատ կարեւոր հայ ժողովուրդը ընտրություն եւ այս ընտրությունը ես ուղիղ պետք է ասեմ ոչ միայն քաղաքացիական պայմանագրի համար է, որովհետեւ քաղաքացիական պայմանագրին ընտրելով այս ընտրություններում մենք նաեւ ճանապարհ ենք բացում նրան, որ հաջորդ ընտրությունների համար այս գործակալական ցանցի հարցը լուծած լինենք եւ առողջ նաեւ դաշտ ձևավորենք, որ կարողանանք նորմալ ազգային ժողով ունենալ։ Եթե հիմա մենք դա չանենք, ապա ես համոզություն եմ, որ ընտրությունները առհասարակ հիմա Քոչարյանի իշխանության ժամանակ ընտրությունները իմաստը կորցրել էին, որ այդպես չլիներ, ի վերջո հեղափոխություն անհրաժեշտ չէր լինի, որ Հայաստանում իշխանապողություն տեղի ունենար։ Ուստի միայն քաղաքացիական պայմանագրի հարցը իրոք չի դրված այստեղ, դրված է աշխարհակաղակական հարց, Հայաստանի պետականության հարց, խաղաղության հարց, եւ առհասարակ ընտրություններ կլինեն դրանից հետո, թե չեն լինի։ Ուստի ես կոչ եմ անում, որ մենք քվեարկենք բոլորս ազգով եւ ով հնարավորություն ունի տարբեր ձևով ներ քվեարկությունը նաեւ հանրային դիրքորոշումել է նաեւ քվեարկենք իօգուտ հայկական պետականության, այլ ոչ թե հայկական պետականության դեմ։ Շնորհակալ եմ, պարոն Թումասյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի Վիրա հայ հասարակական գործիչ Գեորգի Թումասյանի հետ, կհանդիպենք։